Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր շարունակում ենք մեր թարմ ձայն հաղորդաշարը, մեր այսօրվա հյուրն է Գեորգի Կևորկովը, վաղուց ծանոթ ենք իրար, հայրենադարձ է Հայաստան Բելարուսից և նաև ակտիվ բլոգերություն է անում։ Գեորգի, ուրախ եմ զրույցի համար, ակնկալում եմ անսովոր է ամեն դեպքում զրուցել մի մարդու հետ, ով որ մի քանի երկու շաբաթ առաջ բարձրացել է մեր հայ ազգի սրբագույն լեռներից մեկը Արարատը, ինչ տպավորություններ են։ Առաջինը բարև ձեզ, մերսի շատ որ հրավիրել եք։ Չգիտեմ, դեռ չենք հասկացել մինչև վերջ, երևի թե շատ ենք մտածելու այդ մասին, եւ մեր խումբը ես մենակ չէր, հա, մեր խումբը նույնպես մեր անդամները ամեն մեկը ինչ որ նոր ուշքի է գալիս։ Հա, նոր ինչ որ բաներ են գցում, ինչ որ նկարներ, ինչ որ, չգիտեմ, տպավորություններ, սենց ամեն մեկը ինչ որ մի բան է գտնում, որ ստացվավ, որ սենցա, որ նենցա, սոցցանցերում ամեն մեկը, չգիտեմ։ Դժվար էր։ Ճիշտն ասած, մենք արդեն ընկերներով 2 տարի սենց շարունակ գնում ենք արշավներով Հայաստանով, հա։ Պատրաստական աշխատանքը լավն էր։ Այո, չենք կարող ասել, որ հեշտ էր, բայց չեմ կարող ասել, որ շատ դժվար էր։ Դժվար էր, բայց ամեն մեկը եթե ուզենա մի քիչ պատրաստվի, գնա Հայաստանի լեռներով շարժվի, գոնե բարձրանա արագած, հա, սենց ակլիմատիզացիա անցնի, ինձ թվում է շատ դժվար չի լինի։ Եվ մի քանի օր է բաժանված, դրա պատճառով սենց հեշտ է։ Առաջին, երկրորդ կետը вообще հեշտ էր, բայց ամենավերջի այդ կետը մի քիչ դժվար էր, բայց օքեյ։ Արժի։ Այո, 100% արժի։ Մեր սա խումբը բարձրացավ 22 հոգից 10 թե 11 աղջիկ եղել է, սաղ էլ բարձրացել են։ Գիտեմ, բազմաթիվ լեռներ եք բարձրացել ձեր ընկերներով, բայց նշանակությամբ սա կառանձնացնեք ըստ։ Դե ինձ թվում է շատ հայերի սա երազանք է, հա, բարձրանալ սենց Հաստատ ոչ Նիկոլ Փաշինյանի։ Դե թող ամեն մեկը իրան մեղքերը իմանա, ես չգիտեմ, կարող է մի օր ինքն էլ կբարձրանա։ Ինձ թվում է բոլոր կամ շատ կամ ոնց ուզենակ հայերի խորհրդանիշն է, հա, Արարատը մեր մի քիչ ուրիշ լեր է, ամեն մեկը պետք է, չգիտեմ, մտածի թե ինչ է նշանակում Արարատը իր համար եւ պատասխանի այդ հարցին։ Այսինքն ինչքան էլ որ մեր այսօրվա ճակերտավոր իշխանությունները այդքան վիզ դնեն, այսպես ասած, Արարատը ջնջելու մեր սրտերից, ուզեն թե չուզեն հայի հոգուս մեջ դա դարերով եկած մտած մեր սրբագույն լեռներից։ Դե ուզեն չուզեն ամեն մեկը Երևանում ապրող մարդը զարթնում է ու տեսնում է Արարատը։ Հիմա եթե ինչ ուզում են անում են կարան զանավեսկա ինչ որ փագեն, հա, բայց նույնպես թուրքերը եթե վերցնենք, կարելի ասել որ այն կողմից, թուրքական կողմից Արարատը այնքան էլ սիրուն չի։ Եթե ուշադիր մարդիկ լինեն, հենց Թուրքիայում հենց Հայաստանի կողմից է Արարատը։ Այսինքն որ ուզենան գան որ վայելեն տեսարանը, պետք է գան Հայաստան։ Այո, եւ սենց տուրիստական ինչ որ նկարներ, ինչ որ չգիտեմ, շապիկներ, եթե տենակ, в основном սաղ նկարները մեր կողմից է, որովհետեւ ուրիշ է, տեսարանը ուրիշ է։ Ընդեղից ոնց որ սիսը սենց առանձնացված է։ Մեր կողմից սենց ոնց որ երկու գագաթ։ Հա, նո, սենց ոնց որ անսամբլ լինի, սենց մեծ եւ ուրիշ տեսարան։ Ընդեղից կարող է շատ մոտիկա դրա համար ուրիշ է, չգիտեմ։ Բացի այդ, ձեր Արարատ բարձրանալը մեծ աղմուկ բարձրացեց Ադրբեջանում, ադրբեջանական պաբլիկներն են ձեր ինչն էր պատճառը։ Պատճառը դրա պատճառը այնն է, որ մենք մեզ հետ տարել ենք եւ
Դանիելյանի նկարը 19-ամյակ աղջիկա ում աշխատությունը հանել են ցուցահանդեսից։ Հանել են ցուցահանդեսից դրա պատճառով, որ այնտեղ նկարված է Տատիկ Պապիկի Ստեփանակերտի հուշարձանը եւ մենք համարեցինք, որ մենք պետք է աջակցենք այդ երեխուն ոչ այդ երեխուն բոլոր երեխաներին, որ կարողանան նկարեն ինչ ուզում են իրենց հայրենիքը նկարեն ազատ եւ մենք այդ պատճառով տպեցինք այդ նկարը, վերցրեցինք ինտերնետից գտանք, տպեցինք, լամինացիա անեցինք ու տարանք մինչեւ գագաթ, որ աջակցենք, որ երեխան իմանա, որ ինքը մենակ չէ։ Գնահատված է իր Այո, գնահատված է, որ մենք ոնց որ անձիկ, հա, ամեն մեկը իր կողքին է, որ մենք ուզում ենք, որ ինքը շարունակի իրան Այսինքն այն, որ այդ աշխատությունը հեռացվել էր, իրանք նույնիսկ լավություն արեցին այդ աղջկա։ Հա, կա տենց բան, կացնային քաղաքականություն, Streisand, հա, կոչվում է effect Streisand, որ դու ուզում ես մի բան արկել ես, բայց հակառակ։ Բայց հակառակ ստանում ես effect եւ սա բացրաձայնում է, չգիտեմ, մեծ քանակով։ Եվ մեր հարևանները դե բարձավոր շատ դժվար են տանում ես բերը, բայց դա մեր խնդիրը չի, մենք եւ այդ երեխու խնդիրը չի, ինքը նկարել է իրան հայրենիքը, իրան տունը եւ նկարակոչում է ճանապարհ դեպի տուն, ոնց որ եթե չեմ սխալվում, չգիտեմ ինչ կաստել։ Եվ ոնց հասկանում են այդքան էլ խաղ չեն մտադրված մեր հարևանները։ Դե ես չգիտեմ ոնց նկատման իրանց համար միշտ էլ տենց են եղել, չգիտեմ ինչա խանգարում երեխայի նկարը, հուշարձանը, ոնց որ 26 թվին այդ հուշարձանը այնտեղ գտնվում, դեռ կա, չգիտենք կլինի, թե չէ, ցավոք սրտի, բայց մեր սրտում եւ այ սրտում եւ բոլոր երեխաների ոչ Արցախից հայ երեխաներին երևի թե ինձ թվում է կլինի։ Այս երկու օրը մեկ էլ հետևելով քո էջին նկատեցի, որ դու հայկական ազգանով ոմեն մեկին քննադատում ես, որ իրանք միջոցառում են անցկացնում Բաքվում։ Այո, ինչ ցավոք սրտի պատմությունը շարունակում է, մենք տեսանք, որ հայտնի գրող Նասիբ Թալեբը հրաժարվեց այդ հնարավորություններից արժանապատվություն ունեցավ հրաժարվելու։ Ունեցավ եւ public իր էջում X-ում գրեց, որ հրաժարվում է գնալ Ադրբեջան, որովհետեւ Ռուբեն Վարդանյանը բանտի մեջ է եւ մեր ուրիշ բոլոր գերիները դեղ են, բայց կա sense մեծ, չգիտեմ, ճանաչված թե ոնց կոչվող, հա, Գրիգորի Ավետովը ինքը կազմակերպում է Բաքվում մեծ միջոցառում, մեգա կամպուսակոչում եւ չի տեսնում ոչ մի խնդիր եւ իր պատասխանը երեք ավելի sense խայտարակ պատասխաներ ոչ adekvat, դե այդ իր գործնա, իր մեղնա կամ իր թող ամեն մեկը որոշի։ Գյորգի, այդ նմանատիպ միջոցառումները ըստ քեզ ֆինանսավորում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դժվարանում են, որ որևէ դրսից հայ կարողանա Բաքվում նման մակարդակի միջոցառում անցկացնել։ Ինձ թվում է մենք դեռ կտեսնենք ուրիշ միջոցառումներ։ Եթե ուշադիր նայենք, դեռ եղել է UFC միջոցառում, դեղ նույնպես հայտնի հայ մարզիչ գնաց Բաքու եւ դեղ մեծ sense տարածվել է այս լուրը, որ ահա հայ եկավ, դա որ տիպը հայերը կարող են գալ Բաքու, բայց հենց Գրիգորի Ավետովը ինքը գրեց, որ չգիտի, մեկը գրեց տիպը հայերը կարողանան գալ այդ միջոցառման, ինքը ասեց չգիտեմ, կարողանան թե չէ, հարց արա գալիս, ոնց կարող եք դուք սարքեք, չգիտեմ, կազմակերպեք այդ միջոցառումը, դուք ոնց որ հայ, ոնց որ գնում եք, այո, օքեյ, բայց ուրիշ հայերը չեն կարող գնան, անվտանգ, սովորական հայերը ամեն մեկը չի կարող գնալ։ Այսինքն, դե
Վաղուց գիտենք որ Ադրբեջանում ոչ Այո, յուրաքանչյուր բայց հայ ինքը կազմակերպում է ու գրում է, որ ես չգիտեմ, դուք կարող եք գալ, թե չէ։ Ոնց է տենց ստացվում, այս ինչ վիճակ է, որ չի տեսնում խնդիր, ոնց որ, չգիտեմ, գրում է ինչ որ անկապ բաներ, ես գրեցի, որ ահա, լավ գնում ես Բաքու, գոնե մեր գերիներին, եթե դու սենց հայտնի միջոցառման կազմակերպիչ ես, օքեյ, լավ, անում ես, չեն կարող մենք անենք տենց որ դու չանես։ Այսինքն ստացվում է ինքը այդքան խելացի է, Թալեբը այդքան էլ չէ։ Դե ինքը իրան խոսքերով, այո, մենք տենց ենք, ինքը շատ խելացի է եւ ես ինչքան հասկանում եմ, հենց ինքը հրավիրեց Թալեբի այդ միջոցառման եւ Թալեբը հրաժարվեց, ինչքան գիտեմ, շատ մեծ գումարներ էր տալիս, այնտեղ դաժե տասնյակ հազար դոլարների մասին չի, հարյուրավոր երևի թե ինչքան գիտենք, որ սենց մեծ հայտնի մարդկանց լավ գանարներներ են տալիս եւ Թալեբը հրաժարվեց, որովհետեւ Թալեբը ունի արժանապատվություն, չի կարա գնա տենց միջոցառման անցկացնի, դե ամեն մեկը որոշում է։ Գեորգի ջան, իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքին ինչքանով է հետևում, օրինակ շատերը բնորոշում են այս վերջի ազգային ժողովի նոր շրջանը որպես սերիալի 9-րդ սեզոնը, այսպես ասած։ Դժվար հարց է, նոր սկսեց այդ սեզոնը, երևի թե սպոյլեր չանենք, չգիտենք ինչ է լինելու։ Առաջի սերիաների բանն էլ սպոնսորներ այսպես ասած Հայփոստն է ոնց հասկանում։ Հա, երևի թե $10,000 աշխատավարձով, երևի, չգիտեմ, ինչ կարելի է սպասել։ Օրինակ դու որպես հայրենադարձ, որ լսում ես որ Հայփոստի մի կազմակերպության, որ այդքան էլ արդյունավետ չի աշխատում, որ փոստատարները 80,000 դրամ է ստանում։ Նման կազմակերպության ղեկավարը այդքան աշխատավարձ ստանալը արդարացի է։ Ինձ թվում է ինչ որ պետքա լինեն ինչ որ KPI-ներ, հա, հասկանանք ոնց է աշխատում Հայփոստը։ Մենք ցավոք սրտի իմացել ենք դրա մասին վերջերս։ Հա, վերջերս եւ իմացել ենք դրա ոնց որ եթե այդ պատգամավորի կինը չլիներ, երևի թե մենք չիմանայինք ինչ կան ստանում։ Հա, ոչ ոք դե փակ ինտերեսուն է, մենք չգիտենք պետականա parza, բայց տենց ինֆորմացիա չկա։ Պարզվեց, որ վերջերս է պետական դարձել, մինչ այո, ինձ թվում է, եթե այդ կազմակերպությունը հաջողված կլինի ինչ որ գումարներ, հա, սենց հայտնի թող կստանա 10,000, թող 20 կստանա, եթե իրան սենց արժեքը եւ պրիբելը սենց, չգիտեմ, միլիոնավոր դոլարներ լինի, օքեյ, թող ստանա 10,000, բայց եթե այդ կազմակերպությունը պետքա դոտացվի պետական բյուջեից մեր կողմից ոնց որ քաղաքացիներ, հա, ուրեմն մենք պետքա հասկանանք, թե խիը ոնց է 10,000 ստանում, հա, չգիտեմ, 10-20 կապ չունի ինչ գումար։ Արդյունավետությունն է հարց։ Այո, պետք է հասկանանք, թե ինչի պատճառն է 10-ը, ոչ 5-ը, ոչ 15-ը, հա, ոնց են այդ անում։ Բայց տենց բան չկա։ Մենք չենք հասկանում ու մեր հարցերը չեն հասնում Եվ ոնց ստացվում է 18 թվականից արդեն 8 տարուց ավել անցել է եւ մենք տեսնում ենք որ այդքան էլ ոչ մի բանով չեն տարբերվում 18 թվականից նախորդ իշխանություններից էլի կան այդ կոռուպցիոն ռիսկերը, էլի կան այդ խնամի բարեկամ ծանոթի տարբեր գործի ընդունվելը եւ մենք հասկանում ենք որ էական Հայաստանում բան չի փոխվել։ Դե երևի 8 տարի անցավ, բայց լիքը գործ կա անելու եւ լիքը գործ չի արվել այդ 8 տարի, հա, եւ մենք տեսնում ենք լիքը խնդիրներ, որոնք կան, շարունակում են ու ցավոք սրտի որ ասում ես լիքը բանկավոր չի արվել, օրինակ ըստ քեզ ինչ կարելի էր անել, որ այս իշխանությունները չեն արել։ Ինձ թվում է ամենակարևորը ռազմավարությունն է, չկա ռազմավարություն, ցավոք սրտի, մինչև պատերազմը սկսելուց ոնց որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ծրագիր հայտնեց, հա,
2050 թվականի Հա, մինչև։ ոնց որ ֆուտբոլի չեմպիոն դառնալ, ու եւ այլ։ Okay, լավ է վատա, բայց դա առաջինը եղել է ոնց որ ռազմավարություն, բայց մենք ոչ ոք չի հարցնում, մենք հասնում ենք կետին, որ դրել ենք, ոնց ենք հասնում, հա 5 միլիոն բնակչություն։ Հա, եթե մենք դրել ենք ինչ որ նպատակ կամ ինչ որ ռազմավարական sense կետ, որ ուզում ենք 5 միլիոն հայ լինեն, նպատակը դրած է, բայց չկան քայլերը, ոնց պետք է դարվի։ Կգանք 2050 թվին, ասենք, ահա, չստացվեց։ Դե տենց չի, եթե դրել ես ինչ որ կետ, նպատակ, պետքա միջև 20-50 թվին պետքա ինչ-որ քայլեր անես, հա, եթե ուզում ես 5 միլիոն բնակչություն, ուրեմն կամ պետքա դեմոգրաֆիկ հարցերը լուծես, կամ հայրենադարձի հարցերը լուծես, բայց դեռ բայց էլ հարց է մինչև 50 թվական իրանք իշխանության կմնան թե չէ։ Դե էդի կապ չունի, կմնան չեն մնա, պետությունը պետքա մնա։ Որպես ինստիտուտներ։ Որպես ինստիտուտ մեր գործը ամեն մեկին պետքա լինի, որ պետությունը մնա։ Հիմա այս իշխանությունը լինի, ուրիշը լինի, վաղը, չգիտեմ, Պետրոսը, Պողոսը, ով լինի, մեր համար, ոնց որ քաղաքացիների համար, պետք է լինի առաջին հարց պետությունը, ոչ թե իշխանությունը։ Իշխանությունը գալիս է գնում է, չգիտեմ, լիքը բաներ է եղում, բայց պետությունը պետք է լինի, զարգանա, եւ մենք ուզում ենք 50 թվին ուզենանք 5 միլիոն բնակչություն, բայց մենք արդեն 2 տարի չենք ընդունում մեկ օրենք, որ հայրենադարձների մասին ստատուս ունենան։ Գոնե հայրենադարձի ստատուս մարդը ունենա։ Հիմա դեռ չկա տենց օրենք, բայց նախարարությունն էլ փակեցին Սփյուռքի։ Դե դի հեչ, դա այսօր 26 թիվն է, 24 թվին մայիսին, եթե չեմ սխալվում, արդեն всё պատրաստ էր այս օրենքը։ Հրապարակեցին, всё, օրենքը պատրաստ է, մենք 2 տարի է ձգձգում են, ինչ է ձգձգում։ Ստացվում է ռելոկանտները ավելի շատ իրավունքներ ունեն Հայաստանում, քան հայրենադարձները։ Դե եթե մեկ օրենքը տենց դժվար է ընդունել ազգային ժողովում, բայց եթե պետքա իշխանությունների համար ինչ որ օրենք, մի 24 ժամում ընդունում են օրենքը։ Պետք է ավելի շուտ։ Ավելի շուտ, բայց այդ ոնց որ ռազմավարական օրենքը, եթե մենք ուզում ենք ապետք է, հա, եթե ուզում ենք 5 միլիոն բնակչություն, ուրեմն պետքա ինչ որ կամ այս ճանապարհը կամ այն ճանապարհը կամ երկու ճանապարհը միասին զուգահեռ գնան, բայց տենում ենք որ օրենք չկա, ոչ հայրենադարձ մարդ կա, ստատուս ոչ ոք չի ասում ինչ որ գումարներ տանք, լավ կլինի որ տանք, բայց вообще չկա, այդ մարդի ստատուս չունի։ Հա, գալիս է Հայաստան վերադառնում է, օքեյ, դու կարաս։ Իսկ կազմակերպություններ կան, որ օժանդակում են հայրենադարձներին։ Դե ես ինչքան իմանում եմ Repat Armenian կա, հա, եւ կա Hovnanian Foundation-ը, որ ոնց որ աջակցում է, եւ սենց մասնավոր կազմակերպություն։ Հա, մասնավոր, բայց ինչքան նպատակ են հասնում, ինչքան պետքա պետությունը աշխատի, ոնց որ պետություն դնի ռազմավարական կետ, որ հայրենադարձը պետքա վերադառնա։ Պետությունը ոնց տեսնում եք, նույնիսկ ջրբաժան է դնում Հայաստանում ապրող հայերի եւ Սփյուռքում ապրող հայերի միջև վերջի օրենքը ընդունելով քվեարկության։ Իրականությունը տենց է, ցավոք սրտի։ Գեորգի ջան, քեզ վաղուց ճանաչելով գիտեմ, որ դու միշտ քարոզում ես, ավելի քարոզներ կան, չէ, ավելի շատ ռոպագանդում ես, որ Սփյուռքում ապրող հայերը հայրենադարձվեն Հայաստան։ Եվ դու ինքդ քո սեփական օրինակով դա ապացուցել ես, որ դա ճիշտ է, դժվար է, բայց հնարավոր է։ Այո։ Ինչու է դա քեզ համար կարևոր, որ հայերը գան ապրեն Հայաստանում եւ օժանդակ լինեն մեր պետականության կայացմանը։ Առաջին հերթին այս քայլը ամեն մեկը պետքա որոշի, ուզում է այդ քայլը անել թե չէ։ Մենք հասկանում ենք, որ դրսում ապրում է մոտ, ասենք 7 միլիոն հայ, հա, ցենց 10 միլիոնով եթե հաշվենք։ Հաշվարկներ այդքան էլ հստակ չի, բայց որ ընդունեք այսպես։ Չենք կարող ցենց մտածենք, որ հենց 7 միլիոնը գան Հայաստան։ Ցավոք սրտի, սա դժվար է։ Բայց ոնց որ պետություն, ոնց որ չգիտեմ, ցենց մենք պետք է ամեն ինչ անենք, որ ամենաակտիվ, ամենալավագույն,
հզոր մարդիկ գան եւ կարողանան գալ առաջինը եւ գան եւ փորձեն ապրել Հայաստանում։ Կարող է մնան, կարող է չմնան, գոնե գան առաջին հերթին ամառ անցկացնեն, չգիտեմ, 2 ամիս, 1 ամիս, ինչ որ կարողանում են կամ երեխեքին բերեն գոնե։ Եթե ցավոք սրտի, եթե շատ խորանանք, շատ հայերը չեն եղել Հայաստանում։ Ինչ որ նկարներով տենում են, ինչ որ վիդեոներով, TikTok-ներով, չգիտեմ, Reels-երով հասկանում են, բայց համն ու հոտը չեն զգացել։ Ոչ մի բան չեն զգացել երևի թե ինչ որ ամեն մեկը ինչ որ sense սարքոմա sense փուզիր, հա, ոնց փուչիկ, եւ այդ փուչիկը ապրում է։ Մեկը ասում է Հայաստանում լավ է, մեկը ասում է վատ է, բայց միջև չգան, այս ջուրը չխմեն, այս ծիրանը չուտեն, Ծիրանը արդեն Եվրոպայում էլ կարող Չէ, էսի ուրիշ է, դաժե եթե Եվրոպա գնա, էսի ուրիշ է, եթե չգան, այդ ծիրանը չուտեն, լեռներով չքայլեն, արշավ չգնան, չհասկանան, որովհետև Հայաստանը այդ Երևանը չի, 100% կարամ ասեմ, որովհետև մարզերում ավելի շատ մարդիկ ջերմ չեմ ասի, որ Երևանը մի քիչ վատ է, բայց ուրիշ է, բայց մարդիկ եթե դաժե գալիս են Հայաստան կամ գնում են Երևան, Գառնի Գեղարդ, սենց ամենապրիմիտիվ տեղերը ու չեն խորանում մի քիչ, չգիտեմ, տուրիստական մարշրուտից այնքան չեն գնա։ Ցավոք սրտի, բայց եթե գան մի քիչ լինեն հանգստանան կամ գործով գան կամ չգիտեմ ինչ որ ճամբարներ, ինչ որ միջոցառումներ, հա, գնան գոնե Գյումրի, գոնե չգիտեմ դե հապան ավելի դժվար է, ավելի, հա, բայց եթե գնան միջև գոնե Գյումրի, գնան Վանաձոր, մեծ sense քաղաքներ գոնե վերցնենք, ինձ թվում է շատ լավ կլինի ու շատ լավ կհասկանան թե ինչ է այդ երկիրը, որովհետև մենք ոնց որ ազգ շատ տարիներ երազել ենք, որ ունենանք մեր երկիրը։ Հիմա ունենք, բայց չգիտենք թե ինչ է կատարում, հա, եթե չգանք, չտեսնենք, մեկին կարող է դուր գա, մեկին կարող է դուրս չգա, տենց չի որ մենք ինչ որ Վերջերս սոցցանցերում մի միտում եմ նկատել, որ Ռուսաստանի հայերն են քննադատում, թե Հայաստանում էսի վատ է, այնի վատ է։ Քաշ իմանալով, որ Ռուսաստանում այդքան էլ կյանքը լավ չի, ելնել այս տարին։ Դե հիմա վատը, լավը, էտա, ինչ ունենք մեր տունը սենց է կառուցվել, մի քիչ ծուրա, մի քիչ ու դուրներ չի գայս, թող գաս շտկի։ Դե կարող է չշտկի, բայց եթե մենք համարում ենք, որ մեր տունն է, ուրեմն պետք է հասկանանք, որ ուրիշ տուն չունենք առաջին հերթին, ուրիշ երկիր տենց չկա, ցավոք սրտի ունեցել ենք Արցախ, հա, կորցրել ենք, կարող ենք համարել ուրիշ երկիր, երկրորդ երկիր եւ այլն։ Բայց հիմա ծուրա լավա, վատա, մերն է։ Հիմա եթե ուզում ենք, որ ավելի լավ լինի, ուրեմն պետք է ինչ-որ մի բան անենք, որ լավացնենք, ինչ-որ թարմացնենք, հա, եթե ամեն մեկը գնում է իրան տուն, տնում է, որ իրան տունը այդքան էլ լավ ռեմոնտ չի, մի բան անում է, կամ, չգիտեմ, ներկում է, կամ մի բան անում է, բայց չի ասում, վատա ուրիշ տեղ կետ։ Հա, գնամ հարևանի տունը ապրեմ, բայց իմ տունը չգնամ, չսարքեմ։ Դե ինձ թվում է ոչ բնական է։ Այո, եւ դու պետք է իմանաս, որ հարևանի տունը ինչ որ մի պահ կարող է լինի վերջանա այդ պահը եւ քեզ կասեն հաջողություն, որովհետեւ դու հարևանի տունս։ Դե Պատկանյանն էր շատ վաղուց ասում դրա մասին, որ հայերը դրսում նման են վարձող ապրողներին։ Այո, միշտ պետք է իմանաս, մենք շատ օրինակներ ունենք պատմության մեջ, որ մենք ապրել ենք եւ Բաքվում, հա, իմ հարազատներս ապրել են Բաքվից են եւ մի օր եկավ, որ ասեցին, ահա, всё, վերջ։
Եվ ուրիշ երկրներում նույնպես դու միշտ պետք է իմանաս, որ այդ պահը կարող է գա կամ Հայաստան կամ չգիտեմ Ռուսաստանում կամ Լեհաստանում ուրիշ երկիր վերցնենք, դու միշտ պետք է հասկանաս, որ դու տունը չես, բայց ստեղ գալիս ես ու պետք է հասկանաս, որ դու տունն ես ու պետք է եթե ուզում ես որ դու քո տունը լինի ավելի լավ, ավելի ջերմ, ավելի մաքուր, ամեն ինչ քեզնից է կախված։ Դե ամեն ինչը չէ, բայց շատ բան քեզանից է կախված, որ աղբը չգցես, հա, որ չգիտեմ, եւ այլն։ Եթե համարում ես ոնց որ տուն, ուրիշ ես հարաբերում, ամեն ինչ անում։ Եվ ստեղ մարդիկ ցավոք սրտի բոլորը եւ մեծամասնությունը կան, որ չեն հասկանում, որ էսի իրենց տունն է։ Կարող է դրա պատճառով, որ չեն ապրել դրսում, այս չեն հասկանում, որ միայն տունը էդ է, և մենք տենում ենք շատ աղբ, մենք տենում ենք, չգիտեմ… Ընդհանուր վերաբերմունքը երկրի նկատմամբ։ Այո, վերաբերմունքը։ Եվ ճակատագրի։ Այո, և հարցնում ես, եթե տենում ես ինչ-որ մարդ գցում է աղբ, և հարցնում ես խի ես տենց անում, շատ անկապ պատասխաններ ես ստանում, չգիտեմ, սաղ տենց են անում, չգիտեմ եւ այլն։ Դե սա դրան ինչ որ 9 հարգանի շենքից գցեն իրենց դուք դել եք գնալու։ Չէ, չենք գնալու։ Դե բայ խի եք աղբը գցում, եթե դուք գիտեք, որ դա դեր տունն է, ձեր տնի մեջ դուք աղբը գցում եք, նստած չէ, ասում եմ չէ։ Դե էցի մեր նույնպես մեր տունն է։ Եթե ամեն մեկը գցի ինչ որ մի հատ աղբ, դե ինչքան ուզում ես մաքրի, ցավոք սրտի դու չես կարողանա։ Ու չես հասկանում, որ ահա հա, լավ, դժվար է մի քիչ, դաժե եթե չկա աղբաման, հա, կա այդ էլ հարցը, կա, որ աղբամանները կարող է քիչ են, բայց դա չի արդարացնում։ Եթե չես ուզում աղբը գցես, դու կգտնես տեղ, որ կգցես քո աղբը կամ այդ քո խնդիրն է, եթե ինչ որ ուտում ես կամ ինչ որ մի բան անում ես, պետք է մտածես ուր ես գցելու այդ աղբը։ Այդ քո խնդիրն է, որովհետև դու պետք է, դու ես տերը։ Շատ հետաքրքիր է Գեորգի ջան, հույսով եմ մեզ դիտողները նույնպես իրենց համար լավ դասեր կքաղեն հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի առումով։ Հույսով եմ սա մեր վերջին զրույցը չի, ուրախ եք ես տեսնելու մեր տաղավարում։ Հիշեցնեմ հարգելի հայրենակիցներ, որ մեր այսօրվա հյուրն էր հայրենադարձ բլոգեր Գեորգի Կևորկովը, չխառնել հայտնի Կևորկովի հետ, մի քիչ այլ մտածելակերպի տեր մարդն է, եւ հաստատ եւ բարեկամ էլ չեք, չէ՞։ Ուրախ եմ, որ բարեկամ չեմ։ Շնորհակալություն զրույցի համար Գեորգի ջան։ Մերսի շատ ձեզ։ Մենք այսօր այսքանը հարգելի հայրենակիցներ, մի շնորհ հանդիպում, մնացեք Բևերի հետ։